Ողջույն 8-րդ գումարման ազգային ժողովը ավարտվում է։ Մենք հիմա ազգային ժողովում ենք, ես Գևորգ Նեմթոսյան Civilnet-ից ու իմ ալիքում տարբեր տեսանյութեր եմ հրապարակում, իսկ մենք հիմա ազգային ժողովում ենք եւ փորձում ես կներկայացնեմ ձեզ ազգային ժողովի վերջին աշխատանքային նիստը։ Արտահերտ նիստով է ազգային ժողովը այսօր, ազգային ժողովի պատգամավորները այսօր արտահերտ նիստով են հավաքվել, նրանք մի շարք նախագծեր քննարկեն, որոնցից մեկը ընտրական իրավունքին է վերաբերում, սա մեծ աղմուկ է հանել, մասնավորապես սա այն նախագիծն է, որ սահմանափակում է որոշ մարդկանց մասնակցություն ընտրություններին, որոնք դրսում են ապրել։ Թիկունքում էլ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին ասուլիսն է այս ֆորմատով, նա հրաժարշտ է տալիս այս մանդատին, ինչպես հայտնի նա ՔՊ վարչության նիստին չի ընտրվել արժան նախագահ եւ հիմա նրա վերջին ասուլիսն է, նայեք նրա մտքերից որոշ հատվածներ։ Քրեական գործեր կա, որ չերներ ինքը մտնել են, ասել են, նույն ասել է Սամվել Կարապետյանը, այդ մարդիկ ստեղ գալու են ձեր շահերը պաշտպանեն, Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերը պաշտպանեն, եթե այդպես լիներ 5 տարվա ընթացքում մի հատ այդ շահերից դուրս օրենսդրական նախաձեռնություն կանի, թող դա չքվեարկվեր, թող դա չընդունվեր, դիսկուս կբացեին, այս դիսկուսիա չէ, եկել ասել է դու դավաճան հողատու, անցել գնացել է, եկել ասել են այս օրենքը, որ դուք բերել եք այս բանի համար, եւ գնացել են իրենց գործերով կաֆեներում նստել, բամբասել, ստիծից փող են վերցրել, որպեսզի քաղաքական գործունեություն իբր շարունակեն ազգային ժողովի նախագահ եւ ազգային ժողովի նախագահի պաշտոնը չէ, որ ձեր համար հետաքրքիր է սա, չէ՞։ Ես եմ աշխատանքով ոչնչով։ Ինքը պաշտոնը չի որ ձեզ ակարդում։ Կոստյումն է դիզայնը, շնորհակալ։ Նոր ԱԺ-ում մեր մուտքը սահմանափակ է, այսինքն են աստիճաններից այն կողմ չեն կարող մտնել, նոր ԱԺ-ն մի քիչ փոխված է, ժամանակին ստեղ անվտանգության աշխատակիցներ էին, ամեն ինչ վերահսկում էին, հիմա չգիտեմ, անվտանգություն չկա, այսինքն կարող գնանք ընդդիմադիր ֆրակցիաների մոտ իրենց հետ զրուցենք։ Իշխանությունը հիմնականում բերում է վերջին հարցը, հիմնականում բերում է տարբեր տեսանյութերից հղումներ, հայտնի տեսանյութեր, մեկը որ եկի ասել էր դե եկել եմ քվեարկեմ գնամ։ Դուք ունեք հակափաստարկներ իրենց։ Նայեք, արդյոք Մինասյան այսօր թվել էր ապարակետին, վերաբերում է հայտնի տեսանյութի, ուղղակի ցավալի է։ Նախ չեմ արդարացնում այդ մարդասացները, ուղղակի դատապարտելի էր, բայց իր շրջապատի նաև լրատվության ոլորտում հայտնի դեմքեր, ասում են միշտ այդպես իռոնիայով խոսում են։ Էլի հայրենակիցներ տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել։ ՔՊ-ն իր վարչությունում որոշում է, որն է Հայաստան, որը չէ, որ գյուղերն են հայկական, որ գյուղերը հայկական չեն։ Հիմա էլ վարչության հերթական նիստում որոշել են Հայաստանի քաղաքացիներից ովքեր իրավունք ունեն քվեարկելու, ովքեր չէ։ Ու եկել են այստեղ Կիկոսի մահ են բեմադրում։ Ասեք, անդիմադիրները այսենց Արցախի դրոշով են, իրենց գրասենյակների անունները։ Արցախի դրոշը ոչ միայն իրենց սեղաններն այլ ստեղ։ Ասեք լիֆտ են ավելացնում, որ պատգամավորները դուրս գան ու գնան սրճարան։ Ստեղից դուրս են գալիս պատգամավորները, ստեղ է լիֆտով ուղիղ սրճարան սրճելու, վայելելու ազգային ժողովի բակը։ Մեծ քայլելը вообще ավելի լավ է, քան սենց առանց այդ ամբողջ օրը նստած են։ Բավական երկար ԱԺ-ին պատտվեցինք, երկար ժամանակա չէ եկել, պատիվ ունեմ մի սենյակները, իրենց խմբակցության սենյակների տեղը չգիտեի, բավական երկար պատտվեցինք եւ վերջապես Գտանք խմբակցության սենյակը, տեսնենք ստեղ են պատգամավորները ու ինչ են կարծում ընտրական օրենսգիրքի այս փոփոխությունների մասին։ Նրանք տեսեք պատիվ ունեն
Արցախի դրոշ ունի իր մոտ, բացի սեղաններից, այսինքն անունների վրա Արցախի դրոշը կա։ Ահա, տեսնենք ովքեր են։ Ով է այստեղ կան պատգամավորներ, թե ոչ։ Ահա, Հայկ Մամիջանյանը, խմբակցության ղեկավարը։ Պատիվ ունեմը տեղում չի։ Պարոն Մամիջանյանը տեղում չի։ Գնացինք մյուսներին։ Միգուցե նիստի են, բայց ընդմիջում է հիմա գործես։ Գարնիկ Դանիելյանը, Մարտուն Գրիգորյան, Գարնիկ Դանիելյանը, որը Հայաստան խմբակցությունից է, հենց իր խմբակցության մոտ էր Աննա Մկրտչյանը, տեսնենք։ Սա էլ ազգային ժողովի բակն է, այն հայտնի բակը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության գալուց հետո 2018-ից հետո բացեցին, բայց հիմա փակ է քաղաքացիների համար եւ այստեղ հիմնավորումը այն է, որ Հայաստանը պատերազմից հետո հայտնվել է բարդ քաղաքական վիճակում, պատգամավորները ասում են, որ տեսել են հոկտեմբերի 27 ազգային ժողովում եւ հնարավոր է որպեսզի չկրկնվի թերևս, փակել են բակը քաղաքացիների համար, ժամանակին այստեղ մարդիկ կարողանում են գալ, զրուցել, նստել եւ վայելել ազգային ժողովի բակն ու ծառերը այստեղի բնությունը։ Ազգային ժողովում կա ազգային ժողովի թանգարան, 2018-ից է բացվել, մտնենք, տեսնենք ինչ է պահվում այս թանգարանում եւ որն է թանգարանում ունենալու նպատակը խորհրդանում։ Ներեցեք թանգարանը երբ է բացվել։ Թանգարանը 2018 թվականին է բացվել, երբ որ մենք նշեցինք Թավշյա հեղափոխությունից հետո հեղափոխության հետ կապ չունի, ուղղակի թիվն է համընկնում, ուղղակի երբ որ մենք նշեցինք հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը 1918, այսինքն մեր առաջին անկախ պետություն եւ 2018։ Ինչ է պահվում այստեղ։ Այստեղ հիմնականում պաշտոնյաների, պատգամավորների ստացած նվերներն է եւ մենք ըստ պետությունների ենք ընտրում ձևավորել թանգարանը։ Ամենահետաքրքիրը ձեր կարծիքով ո՞րն է։ Ամենահետաքրքիր նվերը։ Իսկ եթե յուրահատուկ առանձնացող, չէ՞։ Այս մեկ էս հագուստը ումն է։ Որտեղից է ստացել։ Այդ հագուստը Ղազախստանի ազգային տարածքն է։ Նվիրել են մեր նախագահ Ալեն Սիմոնյանին, ինքը շապատ է կոչվում, հենց իր անունը այդպես շապատ է կոչվում, ինքը թանկարժեք հյուրերին, բարձրաստիճան հյուրերին են տալիս, ինչքան ես ինֆորմացիա ունեմ։ Իսկ ընդհանրապես օրինակ ֆրանսիացիները, երբ որ պատվիրակություններ եկել, հետաքրքիր պատմություն։ Առաջինը, երբ որ արտասահմանյան պատվիրակությունը, առաջին հարցը լինում է, թե ինչ ունենք մեր երկրից։ Մենք դրա համար ենք ըստ պետությունների ձևավորել թանգարանը, եւ երբ որ Ֆրանսիայի հատվածը ես իրենց ցույց տվեցին երկրորդ հարցը, որն է դրանց մեջ ամենաարժեքավորը եւ ձեր համար թանկ է, այն ոնց որ դուք եք հարցնում, բերեցի այստեղ Շարլ Ազնավուրի ֆրանսերենով մաղթանքներն է իր ստորագրությամբ եւ դա 1996-ին։ Հա, երբ որ ինքը խորհրդարան էր եկել, այդ թանկարժեք կարելի է այդպես արժեքները այդպես ներկայացնել, էլի։ Ամենաշատը որ երկրից են։ Այդպես կարող եմ ասել, օրինակ Պարսկաստան, Ռուսաստան, նախկին ավելի շատ հանում այդպես էր։ Կան հիմա։ Հա, կան հիմա։ Բայց էլ այստեղ ինչ, այստեղ ավելի sense յուրահատուկ թանկարժեք հատված։ Օրինակ էս շախմատով է տվել։ Այս շախմատը, քանի որ մեր օրոք ենք ստացել, գիտենք ով է տվել, ում են տվել։ Սա Արարատ Միրզոյանի մեր նախագահ եղած ժամանակ տվել է այն ժամանակվա սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան։ Որ սենատի։ Ղազախստանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան, երբ որ այցելել էր մեր խորհրդարան, այս հատվածը Կիպրոսի հատվածն է, Հոլանդիայից ունենք, Հունգարիա, Չեխական, Ռուսաստանը, այս Ֆաբերժեի այս երկու ցուցանմուշ ունենք Ֆաբերժեի ձևերից,
որը մեզ Արա Բաբլոյանն է նվիրել մեր Նախկին նախագահ ազգային ժողովի։ Այո, նախկին նախագահ Արա Բաբլոյանի օրոքից այս սա է որ 150,000 դրամ արժե։ Էլի նույն ընթացիկ կարգով թե թրջունը։ Թրջունը կապույտ խրուստալ ոնց որ այդպես երևի էլի հա։ Սա ում են նվիրել։ Ալեն Սիմոնյանն։ Այո։ Այս հատվածը ամերիկյան հատվածն է։ Այստեղ Նենսի Պելոսին հենց անմիջական տեսեք փորագրված է ափսեի վրա, այս է ափսեն։ Նենսի Պելոսը հա եկել էր ազգային ժողովի նախագահ։ Այո, Ալեն Սիմոնյանը։ Ու ափսեա նվիրել։ Ափսեա նվիրել ու իր անվանական հենց փորագրությունն էլ կա։ Իսկ ընդհանրապես իրանց մոտ ընդունված է հոգևոր թեմաներով ափսեների։ Սա իրենց կապիտոլումի առաստաղից մի փոքրիկ հատված է։ Իսկ այս խմիչքով է նվիրել։ Միակ խմիչքն է ոնց որ։ Միակ խմիչքն է, կոնյակ է, որը էլի նախագահին Ալեն Սիմոնյանին Վրաստանի խորհրդանի նախագահն է նվիրել